Բարև ձեզ, իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, ես այսօր վերլուծել եմ JD ֆիլմից, հա, կարող եք հիշել Jade ֆիլմը, հենց դերասանուհին է, Աննա Jade, իրականում, որը ծնվել է 1803-1973 թվականին։ Ես նայեցի եւ վերլուծեցի, որ նրա կյանքի ճանապարհի թիվը դա 5-ն է, որը նրա մասին խոսում է, որ նա կարող է լավ հումոր ունենալ, որը որ խոսում է ազատության, նրա արկածախնդրության, հա, ճանապարհորդությունների եւ նրա կյանքի փոփոխությունների մասին։ Նրա կյանքի ճանապարհի թիվը 5-ը խորհրդանշում է նրա ազատության, ճամփորդության, արկածների եւ փոփոխությունների մասին, գիտելիքների նաեւ մասին։ Այս թվով մարդիկ ունեն բավականին աշխույժ բնավորություն, շատ գեղեցիկ ժպիտ, ինչպես տեսնում եք, եւ շատ հեշտությամբ հարմարվում են կյանքի փոփոխություններին եւ նորարարություն են բերում իրենց կյանք։ Նրանք կարող են լինել հակված անկախությամբ եւ երբեմն կարող են լինել բավականին անկանխատեսելի։ JD միսիայի թիվը դա 5-ն է, որտեղ նա կարող է հարմարվողականության մասին է խոսում անձի, արկածների, բազմազանության, ճանապարհորդությունների, իսկ գիտակցականի թիվը նրա 3-ն է, հա, նա կարող է լինել, բոլորս տեսնում ենք, արտիստիկ, հակում ունի հաղորդակցման ուժ, խարիզմա, էլի խարիզմատիկ է եւ կարող է գրավել իր կողմը մարդկանց հաղորդակցության միջոցով։ Ենթագիտակցականի թիվը նրա 2-ն է, այսինքն զգայունություն ունի, բավականին շատ ուժեղ ինտուիցիա եւ ներդաշնակ է իր շրջապատում։ Ուրեմն իր ստեղծագործական ժառանգությունը այստեղ 2025 թվականին բոլորս տեսել ենք անցկացվող հենց GT Fest 2025 փառատոնով, որը տևել է ամբողջ տարվա ընթացքում, եւ այս փառատոնը ընդգծում է JD դերասանուհու, հա, եւ նրա ազդեցությունը արվեստի ոլորտում, նշելով նրա հումորը, ստեղծագործությունը եւ նրա մշակութային ազդեցությունը։ Ինչն է հետաքրքիր, որ միսիայի նշանակությունը 5-ը, դա ընդհանուր որ հաշվել ենք, ուրեմն այստեղ 18-ին գումարել եմ 5, ստացել եմ 23, 2-ին 3, անում է դա 5։ Այստեղ այդ միսիան 5-ի նշանակում է, որ նա կոչված է իր կյանքում փոփոխություններ բերելու, աշխարհը տեսնելու եւ կիսվելու նոր գաղափարներով։ Եվ այստեղ նա կյանքում պետք է փորձի տարբեր բաներ, ճամփորդի, ուսումնասիրի տարբեր մշակույթներ եւ դրանք փոխանցի իր, հա, շրջապատի մարդկանց։ Նրա առաքելությունն է, որպեսզի նա բարելավի ուրիշների մտածելակերպը նորարարության, հումորի կամ արկածային ինչ-որ փորձառույթների միջոցով։ Նաև նա պետք է ազատ լինի խուսափի սահմանափակումներից եւ թույլ տա իր բնածին հետաքրքրասիրությունը առաջնորդ լինել նրա համար։ Այստեղ եթե համեմատաբար ես նայեմ Լաբադայի հետ, Լաբադայի մոտ կապված է ստեղծագործության գեղեցկության եւ արտահայտման հետ, հա, իսկ JD մոտ 5-ի միսիան դա կենտրոնացված պետք է լինի փոփոխությունների, շարժման եւ ազատության վրա։ Սրանք լրացնող էներգիաներ են, եթե ճիշտն ասեմ, Սվետլանա Լաբադայի միսիան 3-ը եւ JD, հա, միսիան 5-ը բավականին կստացի լրացնում են իրանք իրանց մեկա երկուսն էլ արվեստի միջոցով են, հա, ներշնչում։ Այստեղ Լոբոդան կարա արվեստի միջոցով ներշնչի մարդկանց, իսկ Ջեյդը նորարարական մոտեցումների, իր գիտելիքների, արտիստիկ եւ փոփոխությունների բազմազան փորձառույթների միջոցով։ Այսպիսի մարդիկ նաեւ հնարավոր է հակումներ ունեն միստիկայի հետ, կարող են նրանց երազները կատարվել եւ չբացառվում, որ բավականին շատ ուժեղ արտահայտված է JD մոտ իր, հա, երրորդ աչքը, դա աջնան է եւ 18 թվանշանը արդեն գիտակցականն է, հա, այստեղ արդեն խոսում է այդ մասին։
Դիմագծերին, որ մենք ուշադիր նայում ենք, համեմատելով ինձ, բավականին նման են մեր դիմագծերը եւ այս ամբողջ գաղտնիքը նրա թվաբանական վերլուծության, 1803 1973 թվականի հետ այդ թվերի գաղտնիքների մեջ է, որովհետև շարմը, գեղեցկությունը բավականին կարող են գրավել հազարավոր մարդկանց։ Այսպիսի մարդկանցից անտարբեր չեն անցնում, որովհետև մենք տեսնում ենք, մարդիկ կան ժպիտ ունեն, որ կողքից նայում եք բավականին տհաճ է, բայց մենք այստեղ տեսնում ենք լրիվ հակառակը, որ բավական գեղեցիկ ժպիտ ունի եւ բավական դիմագծերը շատ արտահայտիչ են։ Դա նաեւ նրանցից մեկն է, որ նա կարող է գրավել մագնիսի պես իր շարմով, իր ժպիտով եւ իր ուրեմն հինգի արկածախնդրությամբ, գիտելիքներով, դերասանական, իր ասպարեզում նաեւ բավականին հաղորդակցության միջոցով շատ մարդկանց հետ։ Սիրելիներս, այսօր այսքանը, հետաքրքիր կլինի լսել իմ այս վերլուծության ձեր կարծիքները, մեկնաբանությունները, որ ինձ համար հաճելի կլինի։ Այսօր այսքանը, սիրում եմ ձեզ, հաջողակ եղեք եւ երջանիկ ձեզ հետ ծովինար վեդայական թվահոգեբաններ։ Այսօր այսքանը, ցտեսություն։